մոտիվացիոն խոսքեր, Մեզ սաղից հաղթանակ։ Մարզչական ցուցումներ, Մեկը մեկի համար խաղում եք, թե անում եք ձեր համար։ Դուք պաշտպանություն իշխանուց։ հուզմունք, բայց եւ ընկերներ, որոնք միասին են դժվարին պահին։ Այսպես ընթացավ ինտեգրում ֆուտբոլի միջոցով ծրագրի համերաշխության գավաթ մրցաշարը։ Մասնակցում էին Արցախից տեղահանված եւ մարզերի 9-ից 12 տարեկան երեխաներ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան UNHCR Armenia կազմակերպության հետ մի շարք միջոցառումներ է ձեռնարկել փախստական երեխաներին ֆուտբոլային միջոցառումներին մեջ ներգրավելու ուղղությամբ եւ այդ միջոցառումներից մեկը ինտեգրում ֆուտբոլի միջոցով ծրագիրն է, որին մասնակցում են մինչև 13 տարեկան մոտ 200 երեխա։ Վերջին 2.5 տարում աշխատում եմ Հայաստանում, երկրորդ անգամ եմ մասնակցում համերաշխության գավաթին։ Չնայած հեռավոր համայնքներից գալուն երեխաները շատ մոտիվացված էին։ Նույնիսկ այս տարիքում նրանց թիմային ոգին ակնհայտ էր։ Ինտեգրում ֆուտբոլի միջոցով ծրագրին մասնակցում է 15 մասսայական թիմ Հայաստանի բոլոր մարզերից։ Հենց այդ մարզերից համերաշխության գավաթի եզրափակիչի համար Երևան էին ժամանել Սևանի եւ Աբովյանի թիմերը։ Ալեքս գնա, մինչև վեր գնա, Ալեքսը, մինչև վեր։ Արեկ ջան, մշադի։ 6 հոգանոց թիմերը մրցեցին 40 րոպե, 20-ական յուրաքանչյուր խաղակեսում։ Հաղթեցին աբովյանցիները 8-7։ Թիմերի լավագույն ռմբարկուներն արժանացան ոսկե խաղակոշիկի։ Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակը եւս նվերներ էր պատրաստել եզրափակիչի մասնակիցների համար։ Ես տղաներին մի քանի պարապմունք առաջ ասել եմ, որ իրանք ուժեղ ոգով եւ սրտով մտնեն դաշտ, խաղեն հաղթելու համար, ինչպես նաեւ ընկերություն ձեռք բերելու համար։ Երազում եմ դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, խաղալ բարձրագույն ակումբներում եւ ապահովել իմ ընտանիքը ամեն ինչով։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան եւ Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակը ինտեգրում ֆուտբոլի միջոցով ծրագիրը Հայաստանում իրականացնում են 2021 թվականից։ Կառույցների ներկայացուցիչները մոնիթորինգային այցով լինում են մարզերում, հետևում ծրագրի ընթացքին։